Նույնիսկ կարող եմ ես ձեզ օրինակներ բերել, օրինակ Շահարմենների էմիրությունը, Որ դարին է վերաբերում։ Շահարմենների էմիրությունը ստեղծվել է 1100 թվականին Սելջուկյան սուլթանության հետ մասնատման արդյունքում եւ անկում ապրել 1206 թվականին։ Շահարմենների էմիրությունում հայերն ունեն անչափ ծանրակշիռ դիրք, ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում, ինքը էմիրության անունն էլ հենց հուշում էր Շահ-ի Արմեն, հենց իսլամական աղբյուրներում այդպես է կոչվում, այսինքն հայերի թագավորություն։ Սակայն շահարմենները ազգությամբ Չէ, հայեր էին իրանք արդյոք։ առաջին Շահարմենների էմիրը դա մի ծագումով թյուրք կամ պարսիկ գուլյամ էր, զինվորական, որը նշանակվեց խլաթի կառավարիչ եւ այնտեղ հիմնադրեց իր տոհմական իշխանությունը։ Մեկ այլ օրինակ, Անիի Շադադյանների էմիրությունը։ Շադադյանները ծագումով քուրդ էին, հայտնի քրդական տոհմ է, բայց Անիում նույն 12-րդ դարում այնքան ուժեղ էին Պահլավունիները եւ այնքան ուժեղ էր տեղական ինքնակառավարումը Անիի, որ Պահլավունիները ի վերջո Շադադյաններին հավասար Անիում ունեին իշխանություն։ Սա մեր պետականության եւ էլիտայի ուսումնասիրված դրսևորումներից մեկն է։ Հետագա դարերում եւս մեր ազգային էլիտան վերափոխվեց։ Արդեն շատ ուշ միջնադարում մեր ազգային էլիտան սկսեց անկում ապրել, բայց միաժամանակ դեռևս կարճած մնաց իր ազգը առաջնորդելու դերին ընդհանուր մինչև Անգեղակոթի ժողով։